Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ողջույն, պարոն Խուրշուդյան, շնորհակալություն զրույցի համար։ Ողջույն, սիրով։ Պարոն Խուրշուդյան, Թուրքիայի այցից խոսենք Հայաստանի վարչապետի։ Ես մտածում եի, որ որևէ արդյունքի մասին, հա, չհայտարարվեց, այսպես ասած, գոնե էլի լավ է, որ այցը անցավ առանց անակնկալների։ Ընդհանուր առմամբ, ինչպես ճիշտ գնահատվում է հիմա տարբեր շրջանակներում, հենց փաստը այցի իհարկե կարևոր էր, որ առաջին անգամ նման բան տեղի ունեցավ, ասում եմ, սառույցը շարժվեց։ Բայց իհարկե Էրդողանը հատուկ այնպիսի մթնոլորտ եւ միջավայր ստեղծեց այս այցի համար, որ նաև հանկարծ իր դաշնակիցը Ադրբեջանը Ալիևը կոնկրետ շատ չնեղվի այս այցելությունից, երևի հիշում է Էրդողանը 2010 թվականը, հա, 9-10 թվերը, երբ որ պրոտոկոլները Ցյուրիխյան ստորագրելու հետևանքով Ադրբեջանը շատ այսպես հակաթուրքական տրամադրություններ գեներացրեց, Բաքվում նույնիսկ թուրքական դրոշ էին վառում, սպառնում էր Ալիևը, որ գազը կդադարեցնի մատակարարել եւ այլն։ Եվ ել չեմ խոսում դրա մասին, որ հիմա շատ ավելի քիչ շահագրգռություն ունի, անկեղծ ասած, Էրդողանը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, եթե դա կարող է վնասել Ադրբեջանին, հա։ 10 թվականին շատ հուժկու ճնշում կար իր վրա եւ կար ցեղասպանության ճանաչման վտանգը որպես սպառնալիք, որի չգիտես ինչի Թուրքիայում այսպես էգզիստենցիալ վտանգ էին համարում եւ ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա։ Եվ այն ժամանակ կար կոնսենսուս գերտերությունների, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորել, ընդ որում Հայաստանի համար բավականին լավ պայմաններով, որտեղ Ցյուրիխյան արձանագրություններում շատ կարևոր դրույթներ կար, այդ թվում հայ-թուրքական սահմանի վերաբերյալ, որը ճանաչվում էր որպես միջազգային իրավունքի համապատասխանող պայմանագրերի շրջանակներում գոյություն ունեցող սահման, հա, որը որ շատ շահեկան ուրեմն ձևակերպում էր Հայաստանի համար։ Չեմ խոսում նրա մասին, որ այդ ժամանակ եթե ավելացվեին ի վերջո ստորագրված պրոտոկոլները, ապա շատ այլ կերպ կգնար ընթացքը, հա, այս իրադարձությունների, այդ թվում Արցախյան, որտեվ այդ ժամանակ եթե լարվելու էին հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ դա բերելու էր նրան, որ Թուրքիան չէր աջակցի նման քայլի, Ադրբեջան նման քայլին, ամենայն հավանականությամբ, հա, որտեվ նաև լարվածությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջև վերացած կլիներ, սահմանները բացած կլինեին, առևտուր կլիներ, ինչ որ հարաբերություններ կլիներ եւ նույնիսկ հայ-ադրբեջանական հարցերը հնարավոր կլիներ լուծել եւ քննարկել առնվազը նաև այնպիսի Թուրքիայի արկայությամբ, եթե ոչ միջնորդությամբ, հա, առնվազն արկայությամբ, որը որ Հայաստանի հետ այդքան թշնամական հարաբերություններ չուներ եւ հակառակը Ադրբեջանի հետ այդքան ջերմ հարաբերություններ չեր ունենա։ Ցավոք սրտի դա տեղի չունեցավ, ամեն դեպքում ինչքան էլ որ Ռուսաստանը ձևացնում էր, որ ինքը այդ կոնսենսուսի մաս է, որով որ պետք է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեին, բայց ամեն դեպքում ինքը այստեղ կարողացավ այնպիսի քայլերի դրդել որոշ նաև ուժերի միջոցով, բայց ամենակարևորը սահմանադրական դատարանում իր պրոքսիների որոշումներ, գուցե նաև, չգիտեմ, Սերժ Սարգսյանի որոշումը կար այդտեղ, որ փոխվել էր Սփյուռքի ճնշման ներքո, բայց Համայնական դատարանը այսպես վերապահում մտցրեց այդ պրոտոկոլների մեջ, որը որ առիթ հանդիսացավ Թուրքիայի համար, ասելու, որ թե վերապահումներ եք մտցնում, ինչ որ ստորագրել ենք, դուք եք փաստորեն հետ կանգնում ամբողջականից, մենք էլ չենք վավերացնի, ու այդպես կարողացավ խուսափել Թուրքիան այդ դրանից, ընդ որում այն ժամանակ Գյուլն էր եւ էլի դրանով էլ բավական շահեկան էր իրավիճակը Հայաստանի համար, Գյուլը շատ ավելի բարյացակամ էր տրամադրված Հայաստանի եւ հայության հանդեպ, թե ինքը եւ թե իր կինը ասեմ, եւ Էրդողանով այդ ամեն ինչը փոխվեց իհարկե, հիմա ամեն ինչ անցել է, հայն հետին խելքը ինչպես միշտ, այսպես շատ վառ է եւ խորիմաստ, խորաթափանց, բայց ունենք ինչ որ ունենք եւ հիմա զրոյից փաստորեն փորձ է արվում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ես կասեի նույնիսկ մինուսից, որովհետեւ մենք շատ ավելի վատ նախնական այսպես ստարտային պայմաններում ենք որևէ
առավելություն, որևէ խաղաքարտ ձեռքներիս չունենք, գրեթե չունենք, այսպես ասենք։ Միջազգային հանրությունը այդքան մեծ հիմա ուշադրություն չի դարձնում այդ խնդրին, որտեղ հազար մի ուրիշ խնդիրներով է զբաղված։ Բայց համենայն դեպս, եթե նույնիսկ այդ ամեն ինչով հանդերձ հնարավոր դարձավ այս այցելությունը, ելի կարելի է դրական մի քայլ համարել, տեսնենք թե ինչպես կշարունակվի այն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ենթադրելու է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության իմաստազրկում։ Միանշանակ, եթե կարգավորվեն Թուրքիայի հետ հարաբերությունները, եթե այդ կարգավորմանը զուգընթաց արդեն Եվրոմիության հետ նաև մենք կարողանանք ավելի խորացնել մեր հարաբերությունները, ՆԱՏՕ-ի հետ կարողանանք խորացնել մեր հարաբերությունները, ընդ որում անվտանգային բաղադրիչը խորացնենք հատկապես թե Եվրոմիության հետ հարաբերություններում եւ թե ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու տեսակետից եւ չեմ բացառում նաեւ օրինակ Թուրքիայի հետ կամ Թուրքիայի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի զորավարությունների Հայաստանի մասնակցությունը դառնա նորմալ երևույթ, նման պայմաններում, նման լիցքաթափման պայմաններում ռուսական բազան ավելի շատ խոչընդոտ կարող է հանդիսանալ այդ հարաբերություններին, այլ ոչ թե թուրքական սպառնալիքի զսպում, հա։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ ռուսական բազան երբևէ չի եղել մեր պաշտպանը, հա։ Մենք տեսնում ենք, որ այն պայմանագրային պարտավորությունները, որ բազայով ստանձնել է Ռուսաստանը, չի կատարում։ Եթե նույնիսկ փոքրիկ Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները չի կատարում, իսկ ես բազմիցս նշել եմ, որ այդ պարտավորությունները, որոնք որ երկարաձգվեցին մինչև 44 թվականը, միայն այն բանի համար, որ ավելացվի այդ պարտավորությունների մեջ նաև հայ-ադրբեջանական սահմանի համար պատասխանատվությունը ռուսական բազայի, բայց չի կատարում։ Դա արդեն բավարար է չեղարկելու, գիտեք, այդ պայմանագիրը եւ ինձ թվում է, երբ որ պահը գա, այդ առիթն էլ հենց կօգտագործի Հայաստանի իշխանությունը, ասելու, որ ձեր բազան իր պարտավորությունները խախտել է, այնպես որ դենոնսացնում ենք այդ պայմանագիրը։ Դա է նաև պատճառը, որ ռուսական կողմը եւ Հայաստանում շատ պատկերը, որ ասած նրանց յուրայինները ցնցումների մեջ էին ընկել այս այցից։ Ինչու՞։ Որովհետեւ նույն վարչապետը գնում էր Թուրքիա, չէ, երկիր, որը եղբայրական երկիր է Ռուսաստանի հետ, երկիր, որի մասնակցությամբ Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանում պետք է լուծվեն հարցերը։ Ինչու՞ն էր խնդիրը։ Տեսեք, այն բոլոր նարատիվները, որոնք որ տարածվում էին պրոռուսական ուժերի կողմից, ակնհայտ է, որ հենց միտված էին խոչընդոտելու, թիրախավորելու այդ հարաբերությունները եւ խոչընդոտելու դրանց կարգավորումը, որտեղ Ռուսաստանը ինչքան էլ որ առերևույթ ինքը ցույց է տալիս, որ ինքը նորմալ է վերաբերում այդ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես որ ժամանակին նաև 10 թվի այդ պրոտոկոլների ստորագրման ժամանակ Ռուսաստանը ցույց էր տալիս, որ հա ինքը որևէ խնդիր չունի, բայց տկևանց են, որ ասում են, հա, տակից իր ուժերի միջոցով, իր ազդեցության գործակալների միջոցով եւ այլն սաբոտաժի էր ենթարկում դա։ Եվ այդ իմաստով իհարկե շատ են նաև մարդիկ, ովքեր մանիպուլացվում են, այն ժամանակ էլ 10 թվին էլ կային ուժեր, որոնք որ պրոռուսական չէին, բայց տրվեցին այդ հոսանքներին, մանիպուլացվեցին այդ կեղծ ուրեմն թեզերի շուրջ, թե իբր ցեղասպանության հարցը կասկածի տակ է դրվում պատմաբանների հանձնաժողովի շնորհիվ եւ այլն, բայց իրականում տենց հարց չկար, պատմաբանների հանձնաժողովը ոչ մի բան չկար, պարտավորություն չկար, որ ինչ-որ ցեղասպանության հարց պետք է քննարկի ընդհանրապես, բայց եթե քննարկեր էլ, բնականաբար բերելու էր ապացույցի, որ եղել է այդպիսի բան, չէ, որ որևէ մեկը չի կարող ժխտել, այնքան փաստ կա, հա։ Ինչպես որ իդեպ միջև էդ էլ եղել են քաղաքացիական շփումներ հայ-թուրքական եւ որի ընթացքում ընդ որում որի թիկունքում կանգնած է եղել իշխանությունը երկու կողմերից էլ, բայց նույնիսկ այն ժամանակ այդ հանձնաժողով, որ ստեղծվել էր հայ-թուրքական կարգավորման հանձնաժողով, քաղաքացիական, փորձագիտական, նույնիսկ դա եկավ եզրակացության, որ իհարկե անժխտելի է ցեղասպանությունը։ Ուզում ասեմ, որ Ռուսաստանը միշտ փորձել է այդ հայկական ցավերը օգտագործելով, հա, այդ դառը հիշողությունները, չլուծված բեռը պատմական հայ-թուրքական հարաբերությունների մեջ եղած, միշտ փորձել է օգտագործել սաբոտաժի ենթարկելու համար, հենց հայերի ձեռքերով, որտեղ ինքը չի ուզում ցույց տա իրեն որպես դեստրուկտիվ կողմ, հա, ինչով պիտի հիմնավորի, որ չուզենա իր երկու հարևանները իրար հետ հարաբերությունները կարգավորեն։ Բնականաբար չի կարող բացահայտ դեմ դուրս գալ, բայց իր գործիքների միջոցով փորձում է խոչընդոտել եւ խափանել դա։
տարբեր քաղաքական հասարակական շրջանակներ ասում են, որ չպետք է այդ սահմանը բացվի, որովհետև թուրքական կապիտալը կգա մեզ կօկուպացնի։ Նախ սկսենք նրանից, որ այդ սահմանը Հայաստանը չի փակել։ Այդ սահմանը փակել է Թուրքիան, այսպես ասած սանկցիա է կիրառել, չէ՞, Հայաստանի նկատմամբ։ Եվ եթե այդպիսի բան կա, Թուրքիան ժամ առաջ Ադրբեջանի հետ միասին պիտի շահագրգռված լինի այդ սահմանը բացել, որ թուրքական կապիտալը գա մեզ ուտի։ Ընդհանրապես այդ պրոռուսական ուժերի փաստարկները մեկը մեկից անհեթեթ են։ Մեկը մեկից անհեթեթ։ Մենակ այդ չեն, ախր ասում են նաև ինչ որ հայկական էլեկտրացանցերը պետք է հեսա հանձնեն Թուրքիային, ասում են, որ չգիտեմ, էլ ինչեր պետք է Սյունիքը պետք է հանձնեն Ադրբեջանին, Էրդողանի առաջարկով, Զանգեզուրի միջանցքը պետք է հանձնեն։ Այդ ամբողջը պետք է հանձներ Փաշինյանը, բայց չգիտես ինչի գնաց եկավ ոչ մի բան հանձնած չի ու ոչ մի բան էլ փաստաթուղթեր ստորագրված չի, որ ինչ որ բան պետք է հանձնի։ Հակառակը, այնտեղ հենց Թուրքիայում ասաց, որ ոչ մի Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինելու է հայկական խաչմերուկ։ Հիմա այդ ուժերը ամեն օր որ սուտ են խոսում, կեղծ բաներ են ասում, հետո հաջորդ օրը դա պարզվում է, որ սուտ էր, կեղծիք էր։ Ոչ ներողություն է խնդրում, ոչ էլ անցնում են առաջ մի նոր ստեր, ասենք իրենց ինչ ա թվում, մարդիկ այնքան կարճ հիշողություն ունեն, որ այդ ամեն ինչը պետք է կուլ տան մարտեն ու մոռանան, բայց այդպես չի լինում։ Բայց տնտեսական մասով ինչ ասեմ, տեսեք, կա օրենսդրություն, Հայաստանի օրենսդրություն, որը կարգավորում է իր արտաքին հարաբերությունները, այդ տնտեսական հարաբերությունները։ Հիմա մենք մասամբ մեր ինքնիշխանությունը սահմանափակված է այդ մասով ԵԱՏՄ-ի կարգավորումներով, բայց նույնիսկ ԵԱՏՄ-ի կարգավորումները որոշակի պաշտպանիչ, այսպես շերտ են արտաքին տնտեսական էքսպանսիաների, ինչ որ օկուպացիաների համար, հա, որտեվ դա ունիվերսալ կարգավորումներ են բոլոր ԵԱՏՄ երկրների համար, նախ եւ առաջ Ռուսաստանի, որը բնականաբար չի հանդգնի, բանա չի հանդուրժի երբեք ցանկացած երկրի, նույնիսկ Թուրքիայի, իր համար կան հարազատ Թուրքիայի կողմից ինչ որ լուրջ էքսպանսիայի իր տարածքում, շուկաներում։ Այնպես որ որևէ նման խնդիր չկա եւ չի կարող լինել, եթե հանկարծ մենք զգանք էլ որ կա եւ ինչ որ նոր խնդիրներ կա, որ պետք է որոնց պետք է արձագանքել, բնականաբար պարլամենտ կա, կառավարություն կա, որոշումներ կկայացնեն, օրենքներ կընդունեն, ինչ որ պետքա կսահմանափակեն, ինչ որ պետքա կբացեն, ինչ որ պետքա կխրախուսեն այստեղ Հայաստանում, որ ավելի հեշտ վաճառվի Թուրքիայում, բայց շատ ճիշտ եք ասում, ամենակարևորն է, որ կբացվի սահմանը եւ հայկական ապրանքները նոր շուկա կգտնեն նաեւ, ել չեմ ասում, միջև դեպի Եվրոպա ճանապարհ կստանան։ Հիմա տեսեք, մենք բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել այս Իրանում պատերազմի արդյունքում, հետևանքով ավելի շուտ ճանապարհները խնդիրներ են ճանապարհներին առաջացել, լոգիստիկ խնդիրներ ունենք, դրա մասին փոխվարչապետն էլ պարլամենտում ասեց, եւ հիմա նաեւ խոսք է գնում, որ բիտումի մատակարարումները կարող է հարցականի տակ լինեն, իսկ մեր ամբողջ ճանապարհաշինությունը իրանական բիտումի վրա է հիմնականում նստած։ Եվ նման պայմաններում էլ մյուս կողմից էլ Վրաստանը, տեսեք ինչ խոչընդոտներ է հարուցում մեր ապրանքների համար դեպի Ռուսաստան եւ կասկածներ կա, որ հենց Ռուսաստանն է հորդորել կամ հրահրել Վրաստանին այդպիսի քայլերի դիմել։ Եվ նման պայմաններում մնում է մեզ Ադրբեջանը եւ Թուրքիան, հա, Ադրբեջանը փակ է բնականաբար, քանի դեռ խաղաղության պայմանագիր չունեն, եւ դեպի արևելք է տանելու առավելագույնը, ասենք Ադրբեջանի միջոցով հեշտանա դեպի Չինաստան ապրանքների ելքում մուտքը Հայաստանի, բայց մնում է ամենակարևոր աշխարհին կապող մեծ ճանապարհը, այն էլ ցամաքային ճանապարհը Թուրքիան։ Հիմա փոխանակ այդ մարդիկ մտածեն օր առաջ այդ ճանապարհները բացելու մասին, հաշվարկեն դրա կարևորությունը, եվրոինտեգրման եւ Հայաստանի ապրանքների համար ավելի վճարողունակ շուկա դուրս գալու հնարավորությունը, հա։ Այդ ամեն ինչի փոխարեն ուզում են այդ վերջի հնարավորությունն էլ սաբոտաժ անեն, որ փակ մնա։ Լավ, ինչ են իրանք առաջարկում որպես այլընտրանք։ Փակ մնանք, ուրեմն պարկի մեջ հայտնվենք, թշնամական հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, որ ինչ լինի։ Ասենք, որ իրանք լավ զգան իրանց, հա, թե որ իրանք իրանց պատվիրատուներին գնան ասեն, որ մենք դեռ կանք Պուտին ջաջա, ինչ որ հանձնարարում ես, մենք տես կարողանում ենք անենք, այնքան էս չի որ քաղաքական դիակ ենք արդեն, դեռ մի քիչ շնչում ենք, ինչ որ բաներ կարողանում ենք անել, թող հույս չունենան, չեն կարողանալու։ Քաղաքական դիակ են ամբողջությամբ եւ ինչքան ուզում է տերտերներ մեյդան գցեն, ռուս օլիգարխներ մեյդան գցեն, մեկ է դրանից բան չի փոխվելու։ Իրենք անցել են անցյալ եւ այստեղ նույնիսկ եթե իշխանապողություն լինի, դա լինելու է նոր ուժերի միջոցով եւ ժողովրդի որոշմամբ, այլ ոչ թե ինչ որ ռուսական դրածոների կամ նրանց տերերի Կրեմլյան։ Քանի որ խոսեցիք Ռուսաստանից օլիգարխի մասին,
Սամվել Կարապետյանը կալանավայրից պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս եւ ասում էր, անդրադարձել էր Հայաստանի անվտանգությանը այն մասով, որ Հայաստանի իշխանությունները քանդել են անվտանգությունը, փչացրել են հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, սահմանների անվտանգությունը վստահել ինչ-որ անհասկանալի հեռադիտակների։ Որքանով է ազնիվ խոսել Հայաստանի անվտանգության մասին եւ այդտեղ մոռանալ Ռուսաստանի դերակատարումը, բացասական դերակատարումը, որովհետև Հայաստանի անվտանգային ամբողջ համակարգի ինքնությունը եղել է ռուսական։ Միանշանակ եւ Հայաստանը շատ հետևողականորեն իր պարտավորությունները կատարել է, ավելին արել է նույնիսկ այնպիսի բաներ, որոնք ոչ մի պայմանագրով պարտավորված չի եղել անել։ Օրինակ, աջակցել է Ռուսաստանին տարբեր միջազգային հարթակներում, քվեարկել է նրա օգտին, այդ թվում սեփական շահերի դեմ, այդ թվում այս հեղափոխական իշխանությունը հեղափոխությունից հետո, որին չգիտես ինչի մեղադրում էին, թե սորոսական է, չգիտեմ ինչական է, բայց այդ սորոսական իշխանությունը Սիրիա էր զորաջոկատ ուղարկում ռուսական դրոշի ներքո։ Այդ ամբողջը, որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի է հասնում Ռուսաստանի պաշտպանների երեսպաշտությունը։ Պետք չի Ռուսաստանի պաշտպան լինել, պարոն Սամվել Կարապետյան, պետք է Հայաստանի պաշտպան լինել։ Եթե դուք այդքան մտահոգ եք հայ ժողովրդի շահերով, հայկական եկեղեցու շահերով, ուրեմն Հայաստանի պաշտպան եղեք։ Հերիք է ամեն ինչով աջակցեք, պաշտպանեք, արդարացնեք Ռուսաստանի ցանկացած հակահայ քայլը։ Հերիք է։ Ուզում է կալանավայրից այդ նամակները գրեք, հետո ուզում է ազատության մեջ լինելով այդ բաները ասեք, դուք հիշեք, մեկ-մեկ հիշեք, որ դուք հայ եք։ Մեկ-մեկ գոնե հիշեք։ Հասկանալի է, որ այդ միլիարդավոր դոլարների համար պարտական եք Ռուսաստանին, Կրեմլին, հասկանալի է, որ դրա դիմաց ունեք մեծ պարտավորություններ, բայց գոնե մեկ-մեկ հիշեք, որ հայ եք, այն որ նախկինում երբեք չեք հիշել, այդ թվում երբ որ հայ Լևոն Հայրապետյանին սպանում էին Բերդում, այդ թվում երբ որ Արցախում պատերազմ էր, այդ բոլոր ժամանակներում դուք մի այդպիսի նամակ չուղարկեցիք Պուտինին ասելով էս ինչ եք անում ձեր դաշնակցի հանդեպ, այդ թվում երբ որ Հայաստանի դեմ հարձակում եղավ չհիշեցիք, չնայած էլի գոհ ենք, որ գոնե այդ ժամանակ ինչ որ ներդրումներ արեցիք Հայաստանում, հա, ձեր բիզնեսները, շահույթները ավելացնելու նպատակով եւ ասում են նաեւ ինչ որ բարեգործություններ եք արել, եկեղեցուն քանի միլիոն փող եք տվել, որպեսզի ձեր նկարն էլ այնտեղ փակցվի։ Հա, բայց հետո գուցե հիշեք, որ մի քիչ նաեւ անկեղծ, անշահախնդիր մոտեցումներ կան, ամեն ինչ շահի վրա, փողի վրա չի հիմնված։ Էլի եմ ասում, հիշեք, որ դուք հայ եք եւ որպես հայ ձեզ մի քիչ պահեք, կտեսնեք ինչ հաճելի է դա նաև։ Ինչքան երախտապարտ կլինեն նաև մարդիկ ձեզ, որ դուք պաշտպանեք ոչ թե Ռուսաստանի շահերը եւ այդ նպատակով փորձեք քանդեք Հայաստանի պետականությունը, այլ Հայաստանի շահերը պաշտպանեք։ Ինչքան էլ որ դա ծանր կարժենա ձեր կրեմլյան պատվիրատուների տեսակետից եւ նրանց ուրեմն մասնակցության դեպքում, հա, ձեր ճակատագրի մեջ։ Բնականաբար անդրադառնանք նաև Իսրայել-Իրան հակամարտությանը, որը արդեն բավականին աշխարհագրորեն նաև սկսել է տարածվել։ Իրանը հրթիռակոծում է Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների բազաները, Քաթար, Բահրեյն, Իրաք, Քաթարը հայտարարել է, որ իրեն վերապահում է Իրանի ագրեսիայի դեմ պատասխան գործողություններ իրականացնել։ Հիմա Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քաթար եւ այլն օդային տարածքները փակել են, միջև որ կարող է ծավալվել այս իրավիճակը, հա, եւ արդյոք ամերիկյան բազաներին, որ ըստ իրանական լրատվամիջոցների հարվածները եղել են թիրախային, լինելու է ամերիկյան արձագանք էլի Իրանին ավելի ուժգին հարվածների տեսքով։ Դե որևէ կասկած չունեմ, այո, որ այդպիսի արձագանք է լինելու, որովհետև Միացյալ Նահանգները բնականաբար չի կարող թույլ տալ եւ Տրամպը հատկապես, հա, իր դեմքը այդպես փրկելու խնդիր նաև ունի, չէ, որ որտեղ անդադ ասում են, որ վերջ խփեցինք, մեզ ինչ որ պետք էր արեցինք, ել չենք շարունակելու, թող Իրանն էլ չշարունակի, բայց դա Իրանից ասացին, որ չէ, այդպես չի կարող լինել։ Եվ շատ ցավալի է, որ այս էսկալացիան կարող է խորանալ, դա նաև Տրամպի շահերից չի բխում, ինքը շատ լավ հասկանում էր, որ իր շահերից չի բխելու սա, որովհետև սա միջազգային շուկաներին է հարված հասցնելու։ Խոսքը նույնիսկ Արամազդի նեղուցի փակելու մասին չի, որը որ ասում են Օրմուզդի նեղուց, դա հայերեն ասենք Արամազդի նեղուց, հա, Օրմուզդը նույն Արամազդն է։ Իրականում այդ նեղուցը փակելու համար Իրանին շատ լուրջ ուժեր են պետք մի կողմից, հա, որտեղ իրեն չի պատկանում
իրականում այդ նեղության ամբողջությամբ հակառակը ամենախորը տեղը, որտեղ որ ֆորվատերը, հա, որտեղ որ նավեր անցնում են, Օմանի տարածքային ջրերում է։ Բայց մյուս կողմից նաև ինքը իրեն կհարվածի, եթե փակի այդ նեղուցը, որտեղ իր նավթն է հիմնականում վաճառում դրանով Չինաստանին, Հնդկաստանին եւ չինացիներն էլ շատ դժգոհ կլինեն իրենց հիմնական դաշնակիցը, հա։ Բայց այս հարվածները ինքնին ցնցում են բերում միջազգային շուկաներում։ Պատահական չի, որ Տրամպը այդ գործողությունը հարվածը իրականացրեց կիրակի օրը, երբ որ շուկաները փակ են։ Այն հույսով, որ պանիկա չի լինի եւ ցնցում չի լինի եւ կամաց-կամաց մի օրվա մեջ կհանգստանա իրավիճակը եւ ուրեմն շուկաները հետ կգան եւ իրեն էլի չեն մեղադրի, այդ թվում ներդրողներ, որոնք որ մեծ ազդեցություն ունեն նաև Միացյալ Նահանգների քաղաքականության վրա, որտեղ դրանք հիմնականում են մեծահարուստներն են, որոնք 100 միլիարդավոր, տրիլիոնավոր դոլարներ են ներդրել տարբեր շուկաներում, տարբեր ակցիաների մեջ եւ հանկարծ հիմա ցնցումների պատճառով դրանք ուղղակի ընկնում են գները եւ իրենք կորցնում են միլիարդավոր դոլարներ։ Եվ եթե շարունակվի սա եւ ուրեմն այդ միջազգային շուկաները էլի շարունակեն ինչ-որ անկում ունենալ, տարիֆները հերիք չէր, հիմա էլ պատերազմ մերձավոր արևելքում, ապա դա Տրամպի հեղինակության համար եւ իր քաղաքական ապագայի համար մեծ խնդիր է լինելու։ Առանց հետը կան արդեն կանխատեսումներ, որ մյուս տարվա ընտրությունների ժամանակ միջանկյալ ընտրությունների կոնգրեսում եւ սենատում ինքը կորցնելու է մեծամասնությունը, որտեղ գնալով էս հարվածելու է տնտեսության վիճակը Միացյալ Նահանգների վատանում է եւ հարվածելու է Տրամպի վարկանիշին եւ հանրապետական կուսակցության վարկանիշին եւ իր ոչ հետևողական քաղաքականությունն նաեւ իր անհաջողությունները տարբեր միջազգային ուրեմն հարթակներում, այդ թվում Ուկրաինայի հարցում չկարողացավ կանգնեցնել պատերազմը, հա, եւ Իսրայելի հարցում չկարողացավ Գազայում ինչ-որ բան կանգնեցնել կամ այս արնահայությունը դադարեցնել, հա։ Հիմա էլ նոր պատերազմի մեջ մտավ, միայն թե ինքը այդպես անմասն չմնա իր կարծիքով փառահեղ հաղթանակից, որը որ Իսրայելը տանում է Իրանի հանդեպ, հա, որը որ էլի PR-ի ավելի շատ հետևանք է, քան թե իրականություն, որովհետև այո, Իրանը շատ ավելի ծանր կորուստներ է կրում հիմա, քան Իսրայելը, բայց փառահեղ հաղթանակ դա հաստատ չես անվանի։ Երկրորդը Միացյալ Նահանգներին հետ պետք չէր գնալ եւ մտնել միտեղ, որտեղ որ անհեռանկար ինչ որ գործողություն պետք է աներ։ Իսկ այն, որ ինքը Ֆորդոյի այդ միջուկային կենտրոնին հարվածներ հասցրեց խորքային ռումբերով, դեռ պարզ չի որևէ վնաս տվեց, թե չէ։ Բացի շինություններ քանդելուց, որովհետև իրանցիները ասել են, որ այնտեղից վաղուց տարհանել են բոլոր այդ ցենտրիֆուգները եւ իդեպ Մագատեն էլ ասում է, որ ոչ մի ռադիացիոն ֆոնի փոփոխություն չկա, այսինքն որևէ վնաս, որևէ միջուկային ուրեմն օբյեկտի չի կարողացել հասցնել Միացյալ Նահանգները։ Այնքան որ ինքը դուրս գա Տրամպը ասուլիս ասի անի ու ինքն իր ավիացիայի գործողությունները հրճակի որպես աննախադեպ ուրեմն աշխարհում նման դեպք չի եղել, հզորագույն, լավագույն, փայլունագույն, չգիտեմ ինչ եզրույթներ ասեց, ինքը կիրառեց բնականաբար նկատի ուներ ինքն իրեն, ոչ թե ավիացիային, բայց դա ավիացիայի վրով էր ասում այդ ամեն ինչ, որ բոլորը հասկանան, բայց դա իրեն է վերաբերում։ Մի խոսքով, ես ապշում եմ ուղղակի հիմա Միացյալ Նահանգների քաղաքականությունը ոնց է կախված դարել այդ մի անձի բավական անհավասարակշիռ եւ սխալ հաշվարկող ոչ լավ գիտելիքներ ունեցող քաղաքականությունից մի անձի կմահաճույքից եւ էմոցիաներից։ Հա, կարող է մի հատ Fox News նայի, տեսնի, որ Իսրայելը հարվածել է եւ կարծես թե լավ է ամեն ինչ անցել, եւ ասի բան չի, ես էլ չմասնակցեմ, որովհետեւ այդպես ոչ կլինի։ Մի խոսքով, իհարկե իրավիճակը շատ պայթունավտանգ է եւ մյուս կողմից իհարկե պետք է հասկանալ, որ դա այնպես չի, որ տրամադրում է Ադրբեջանին օրինակ հնարավորություն հարվածել Հայաստանին, ոչ, այդ անկախատեսելի իրավիճակը նույնքան անկախատեսելի է Ադրբեջանի համար, որովհետև Իրանը նախ պարտված չի, իր ցամաքային բոլոր զորքերը տեղում են, եւ եթե հանկարծ Ադրբեջանը առիթ տա այդ Հայաստանի դեմ հարձակման, կարող է Իրանը օգտագործել այդ առիթը լրիվ ուրիշ բաներով, հա, ոչ թե պարզապես ինչպես միշտ զորավարժություններ անի Ադրբեջանի սահմանին, այլ ավելի լուրջ քայլերի դիմի, օրինակ։ Միաժամանակ Թուրքիան է շատ զսպված, Թուրքիան հիմա բավական զսպված է այն իմաստով, որ Իսրայելի հաջողությունը օդում իր համար նոր մտորումների տեղիք է տվել եւ պատահական չի Էրդողանը հիմա ասում է, որ իրենք ավելացնելու են իրենց ծախսերը բալիստիկ հրթիռների հետազոտման եւ արտադրության, ինչպես նաեւ դրոնների
որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում դիմակայել Իսրայելի որևէ ոտնձգության, հա, այնպես որ իսկ այնպես չի, որ Թուրքիան մտահոգվելու տեղ չունի, լարվածությունը բավականին լուրջ է Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, ավելին ասեմ, Թուրքիան մնում է խորտ զավակ ՆԱՏՕ-ում եւ ՆԱՏՕ-ի խոշորագույն ստորաբաժանումները, նավատորմերը, հատկապես Մեծ Բրիտանիայի, որը Կիպրոսում է, գիտեք, դիսլոկացված, Մեծ Բրիտանիայի բազան, որը մեր կու բազա է, այնտեղ, եւ Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմը, որը միջերկրական ծովը չի լքում, չգիտես ինչի, որովհետեւ հիմնական զսպումը ինքը իրականացնում է Թուրքիային։ Մենք տեսանք, որ միակ լուրջ գործողությունը, որ այդ նավատորմը իրականացրել է, չհաշված այն Իրանի բալիստիկ հրթիռների դեմ Իսրայելի պայքարի մեջ Իսրայելին որոշակի օժանդակություն ցույց տալը, հա, դա կար, բայց շատ ավելի լուրջ գործողություններ իրականացրել է հունական նավատորմի հետ միասին Թուրքիայի դեմ, երբ որ Թուրքիան մի քանի տարի առաջ հայտարարեց, որ պատրաստվում է ինչ որ կղզիներ վերցնել Հունաստանից, որը համարում էր իրենը։ Եվ այդ ժամանակ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նավերը, այդ թվում Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի նավերը եւ Հունաստանի նավերը մտան Էգեյան ծով, ընդ որում մտան եւ բանի առաջատար նավի վրա բարձրացնելու Բյուզանդիայի դրոշը։ Դա հա պետք է հասկանալ, հա, այդ սիմվոլիզմը ինչ է նշանակում եւ ինչ է նշանակում դա Թուրքիայի համար։ Եվ Թուրքիան հասկանում է իր բավականին այսպես նուրբ վիճակը եւ ինքնուրույն տարբեր մարտահրավերների դիմակայելու նաեւ կարեւորությունը եւ դրան անհրաժեշտ այդ ուղղությամբ ներդրումներ անելը։ Այդ իմաստով նաև պետք է դիտարկել այն, որ Թուրքիան ամեն դեպքում կուզենար նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որովհետև դա ոչ միայն լրացուցիչ լծակ է արևմուտքի ձեռքում իր վրա ճնշումներ գործադրելու պարբերաբար, հա, բայց նաև ճանապարհների հարց է բացում դեպի Չինաստան։ Ինքը ուզում է մասնակցել այդ միջին միջանցքին, այսինքն Չինաստանից Եվրոպա բեռների փոխադրումները Թուրքիայով անցնի, այլ ոչ թե Վրաստանով, Սևծովով։ Իսկ եթե Հայաստանը փակ մնաց, մնում է Ադրբեջան, Վրաստան, Սևծով, Եվրոպա ուղին եւ ինքը դուրս է մնում։ Այնպես որ ինքը այդ շահագրգռությունը ունի, ինչքան էլ մենք Հայաստանը իր համար այդքան առանձնապես մեծ նշանակություն չունենք, երբ որ ես ասում եմ, որ ինքը բավականին տհաճ Հայաստանի համար պայմաններ ստեղծեց այդ այցելության ընթացքում, այդ տհաճ պայմաններից էր նաև իր հայտարարությունները մեկ օր առաջ Ալիևի հետ Մարաշում, երբ որ բացում էին Ադրբեջանի հովանավորությամբ վերականգնված թաղամասը, որը կոչվում էր Ադրբեջան, եւ այնտեղ ինքը հիշեց Խոջալուի ուրեմն ջարդերի մասին, այսպեսի ինչ որ բանաստեղծություն մեջ բերեց, որը որ գրել էր Մարաշեցի ծագումով մի թուրք հենց Խոջալուի իրադարձություններին նվիրված։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ Փաշինյանի այցից մեկ օր հետո էլ իսլամական համագործակցության կազմակերպության կողմից նաև Թուրքիայի մասնակցությամբ փաստացի ընդունվեցին մեկ հիմնական եւ 5 հարակից բանաձևեր։ Հիմնական բանաձևում տեղ գտավ հակահայկական ձևակերպումներ, այն 5 բանաձևերն էլ հենց նվիրված էին նաև այդ թվում Հայաստանի դեմ տարբեր մեղադրանքներին եւ ուրեմն բավականին խիստ ձևակերպումներին, սկսած ինչ որ փախստականների վերադարձի իրավունքի մասին Ադրբեջանից Հայաստան, ադրբեջանցիների, հա, դեպի Հայաստան եւ վերջացած իբր Հայաստանում պղծվող մսկիթների եւ իսլամական հուշարձանների, չգիտեմ ես ինչերի մասին։ Ուզում ասեմ, դա այդ ամբողջը պատահականություն չէ, հա, եւ համ Նալին խփեց Էրդողանը, համ Մեխին այդ իմաստով, հա, համ դրական բան եղավ այդ հանդիպումը Հայաստանի ղեկավարության հետ, համ բացասական ինչ որ բաներով ուղեկցեցին, որպեսզի ցույց տան, որ իրենք ամեն դեպքում մնում են հավատարիմ թուրք-ադրբեջանական դաշինքին եւ Հայաստանի հետ կարգավորման ցանկացած օրակարգ ծառայեցնում են թուրք-ադրբեջանական օրակարգին, որը շատ իհարկե բացասական է մեր համար եւ մեր ամբողջ դիվանագիտությունը պետք է շարունակի աշխատել այդ փակ շղթայից դուրս գալու համար, այդ թվում մեր եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների հետ միասին եւ նրանց օգնությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Խուշուդյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, իսկ օրվա իրադարձություններին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։